Եղվարդի խճուղու Զովունի Երևան ճանապարհահատվածը ամիսներ շարունակ փոշու, փոսերի եւ անվերջ ձգվող շինարարության գոտու է վերածվել։ Ամեն օր այստեղ վարորդները մեքենաներ են վնասում, տնտեսվարողները հաճախորդներ կորցնում։ Իսկ անցորդներն ու բնակիչները նույն հարցը տալիս. երբ է վերջանալու այս անորոշությունը։ Մոտորվել ենք, սպանվանք արդեն։ Ահա որա։ Ես ինչքան վաղ տա, քանի ամիս է այս նույն վիճակն է։ Ես բանկը լիխի անտերճու, պետք է սարքեն, վերանորոգեն, քանդում են ու թողում գնում։ Օրը մի 4-5 անգամ ասնում են, բայց արդեն սովորել ենք, էլի, որ մի 2 տարուց լինի լավ է։ Դուք էլ եք տեսնում էլի ինչ վիճակ է, շատ հետարքիր, շատ հարթ, ասֆալտ է, այնքի սիրուն ասֆալտ է։ Ամեն օր մեքենա լվա, ամեն օր արհեստավորի մոտ տար, մի խոսքով։ Երևի անգործության են մատե գնացել են արձակուրդ հանգստանալու։ Սենց որ էթա քաոս ալում, ամեն ինչից ուշանում ենք, թե աշխատանքից հետ կապված, թե տուն գնալու, թե մնացած պայերով էլ, ասված ոչանի էլ մի դեպք լինի, ապալինի կամ վրա երթ լինի, ասված ոչանի, ընդհանրապես փակվում է, քշել չի լինում։ Քաղաքապետին զեկուցում են, որ Եղվարդի խճուղում միաժամանակ իրականացվում է 3 տարբեր նախագիծ։ Գազպրոմ Արմենիան նոր գազատար խողովակաշար է անցկացնում։ Երևանի քաղաքապետարանի ծրագրով լուծվում է ոռոգման ջրի հարցը, իսկ մասնավոր ընկերությունը կառուցում է կոյուղատար համակարգ։ Այս պայծությամբ արդեն աշխատանքները ակտիվ կերպով շարունակվում են, որպեսզի ասֆալտբետոնյա ծածկույթը վերականգնվի նախնական տեսքին։ Ուրբաթ շաբաթ աշխատանքները Գազպրոմ Արմենիայի կողմից, ինչպես նաև ոռոգման գծի, նաև մասնավորի կողմից աշխատանքները ընթացել են։ Պատասխանատուները խոսում են ընթացող աշխատանքների մասին, իսկ ճանապարհի երկայնքով աշխատող տնտեսվարողները բոլորովին այլ իրականության մասին են պատմում։ 8-րդ ամիսն է գալիս։ Այս ինչ վիճակացնի վիճակը։ Այս մեր օբյեկտը հաճախորդները պակասել են, հաճախորդ չի գալիս։ Օբյեկտը աշխատացնում են հոսանքի, ջրի, գազի, բան չեն կարող մուծել։ Ոնց անելու է մեր վիճակը 8 ամիս կարելի է այս վիճակի թողել։ Շլանգը ձեռներս տնորեն մարդը ելերը փոշին է մաքրում, որ ավտոները չկեղտոտի, փոշին չլսվի օբյեկտի մեջը։ Տնտեսվարողներից շատերը չեն ցանկանում խոսել տեսախցիկի առջև, բայց ասում են, իրականում ասելիքը շատ է։ Որևէ աշխատանք չեն կատարում, երբ որ հարցնում ենք ինչի համար եք փակել, որևէ գործ չեն անում, տեսնում ենք, էլի գոնե այս ընթացքը բաց թողեք։ Միևնույնն է, էլի չեն բացում։ Ու այդ խոչընդոտումը մեր այս գծի վրայի բոլորի աշխատանքի։ Տեսնում ենք, էլի, եթե ինչ-որ գործ են անում, տրակտորա կամ ինչ-որ քանդում են, սարքում են, մենք էլ ենք հասկանում, որ հա գործ են անում, բայց փակեն, չթողնեն մեքենաները անցնեն, խոչընդոտեն բիզնեսին, այդ շատ աղավոր է։ Փակում են, ոպտի սարքեն, ու ոչ բան չեն սարքում, անկապ փակում են, անկապ։ Երկու օր անկապ փակեցին, ու այսպես հաճախորդներն էլ եկան հետ գնացին։ Գիշերը փակում են, առավոտ բացում են։ Ասում են, պիտի աշխատանք կատարվի, ասում են հա, բայց մինչև առավոտ ոչ մի բան չի կատարվում։ Այստեղ տեխնիկա չի գալիս։ Ասում են քաղաքապետարանից են հրահանգ ստացել, պարեկները փակում են, ու ոչ մի աշխատանք չի կատարվում։ Հաճախորդները գարի հետ են գնում։ Քաղաքապետը հիշեցնում է ասֆալտապատման կարգն ու կանոնը։ Մինչդեռ օրինակ Դավիթաշենի հատվածում աշխատանքները թեև արդեն ավարտվել են, սակայն նոր ասֆալտի վրա մեքենաները կարծես լողում են։ Այս տեսակ աշխատանքները, բացի նրանից, որ պետք է իրականացվեն պատշաճ ժամանակին, նաև պետք է իրականացվեն բոլոր շինարարական կանոնների պահպանմամբ, այն կանոնների, որոնք որ սահմանել է Երևան քաղաքի ավականին։ Ալադավթյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։